Տարատեսակ կարծիքներ էին հնչում մասնագետների կողմից, մասնավորապես անգամ ամենաբարձր որակի լուծաչափ ունեցող 30 սանտիմետր լուծաչափ ունեցող տիեզերալուսանկարներ ունենալու պարագայում կային մասնագետներ, որոնք չէին բացառում, որ հնարավոր կլինի իդենտիֆիկացնել ամեն դեպքում մանկահասակ երեխային այդ լուսանկարներով, կային նաև կարծիքներ, որ տեխնիկապես դա ուղղակի հնարավոր չէր լինի։ Սակայն մենք համարեցինք, որ այնուամենայնիվ, եթե անգամ պարզվի, որ այդ օրը կան առկա են որոշակի ընկերությունների կողմից տվյալ տեղանքի լուսանկարներ, մենք պետք է փորձենք։ Անկախ նրանից տեխնիկապես հնարավոր կլինի իդենտիֆիկացնել, թե ոչ, մենք առնվազն պարտավոր ենք հասկանալ, կան այդպիսի լուսանկարներ եւ եթե կան փոխանցենք գործընկերներին։ Պետք է տխրությամբ ասեմ, որ վերջին լուսանկարները, որ որևէ ընկերությունից մեզ հայտնել են, որ արվել է տվյալ տեղանքի, ապրիլի 26-ին են թվագրվում, ինչը բնականաբար ավելի վաղ ժամկետ է, քան այն օրը, երբ դեպքն է տեղի ունեցել։ Մենք ամենօրյա ռեժիմով իրականում աշխատում ենք, հույս ունենալով, որ առաջիկայում նաև կարող են հայտնի լինել գուցե թե այլ ընկերությունների մոտ տվյալ օրերի լուսանկարներ եւ առավելագույնը ուզում եմ վստահեցնել արվում է։ Ինչու այս մասին շատ չենք խոսում, գիտեք դուք էլ, որ վերջին օրերին հատկապես տարատեսակ հուսադրող ինչ որ հայտարարություններ են լինում պատեհ եւ ավելի հաճախ անպատեհ, որը հասկանալի է, որ երեխայի ծնողների մոտ եւ ընտանիքում առաջացնում են հույզերի այսպես ալեկոծություն եւ մենք հասկանում ենք, որ այստեղ պետք է նրբազգաց լինենք, սակայն լուր զուսպ այդ աշխատանքները դեռևս մինչեւ մեզ դիմելը, մինչեւ կառավարությանը դիմելը, նաեւ գիտեմ, որ նամակով վարչապետին էին դիմել, այս առիթով ես խոսել եմ նաև վարչապետի հետ, նաև ներկայացրել եմ, որ աշխատանքները արդեն իսկ ավելի վաղ մենք մեկնարկել էինք եւ որևէ առարկայական ուրեմն նյութ նորություն ունենալու պարագայում բնականաբար մենք վայրկյան առաջ կոմունիկացնելու ենք մեր ներքին գործերի նախարարության գործընկերների հետ։